Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան հնարավոր այցին ընդառաջ նրա թիմակից Արսեն Թորոսյանը հայտարարում է. Մոսկվայից փորձում են ազդել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։ Իշխանական падգամավորը որպես հիմնավորում կրկնում է այն, ինչ երեկ նաև ազգային ժողովի նախագահն էր ասել, թե Ռուսաստանի կենտրոնական իշխանությունը այդ նպատակին հասնելու համար Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Որպեսզի ունենան իրենց հաճո մարիոնետային իշխանություն, որ ինչ ուզեն անի այդ իշխանությունը իրենց համար եւ ոչ թե փորձի ձգտել Հայաստանի Հանրապետության սուվերենության եւ ինքնիշխանության անկախության բարձրացմանը, ինչը մենք հիմա անում ենք։ Որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանում հասնել իշխանափոխության, պնդում է նաեւ խորհրդարանի խոսնակը Ալեն Սիմոնյանը երեկ ասել էր, թե դրա համար ռուսական կողմը անգամ ֆինանսական միջոցներ է ծախսում։ Մոսկվայից այս մեղադրանքներին այսօր կարճ արձագանքեց արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Захарован. Мягко говоря, вызывает сожаление ритորика, Մեղմ ասած ցավալի է այն հռետորաբանությունը, որին վերադարձել է Ալեն Սիմոնյանը։ Դա չի համապատասխանում խորհրդարանի խոսնակի կերպարին։ Այդ հարձակումները, վիրավորանքները։ Спикер парламента, вот эти все нападки, оскорбления, ну, правда. Это я как пресс-секретарша говорю. Так, с нами ли известие? ԿՊԱ-ական Արսեն Թորոսյանը մանրամասնեց հիբրիդային պատերազմի հարվածները հետ պատերազմական շրջանի տարբեր փուլերում են զգացել։ Ասաց կիրառվող գործիքները տնտեսականից մինչև տեղեկատվական բնույթի են։ Մի օր մի ապրանքի մեջ մի բան են գտնում, ասում են չի համապատասխանում մեր երկրի պահանջներին, դա էլ է հիբրիդային գործիք, տեղեկատվականն էլ է հիբրիդային գործիք, չգիտեմ, ինչ որ մարդկանց գործուղելը Հայաստան ինչ որ գործողություններ անելու, դա էլ է հիբրիդային գործիք։ Օրինակներ բերեցի, ասում եմ Մոսկվայում ըստ էության թաքնված, որոնց որ պաշտպանություն է տրվել, որտեղ մենք օրինակ ունենք հետախուզում, որին պատասխան չի տրվում, այդ ինչ է նշանակում, որ իրանք պաշտպանում են այդ մարդկանց։ Հիմա բազմաթիվ Հայաստանում հետախուզվող մարդիկ թաքնվում են Ռուսաստանի Դաշնությունում, մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնությունում, դա ինչի մասն է խոսում։ Հայ-ռուսական հարաբերություններում 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական հարձակումից հետո նկատվող լարվածությունը հասավ հրապարակային մեղադրանքների Արցախի անկումից հետո, երբ ռուս խաղաղապահների ներկայությամբ հայաթափվեց Լեռնային Ղարաբաղը։ Երևանը Մոսկվային մեղադրեց անգործության համար, իսկ Մոսկվայից հակադարձեցին տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշման հետևանք է։ Հայ-ռուսական հարաբերություններում առանց այդել արկա լարվածությունն առավել սրվեց, երբ խորհրդարանի իշխող մեծամասնությունը ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը, որը ըստ էության կապ չունի անդամակցության բուն գործընթացի հետ։ Շաբաթավերջին Հայաստանի իշխանության այս որոշմանը 168-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պնդելով, թե ԵՄ-ից փորձում են ոչնչացնել Երևանի եւ Մոսկվայի դաշնակցային կապը։ Հայաստանը որպես ինքնիշխան երկիր անկասկած ունի բոլոր իրավունքները զարգացնելու հարաբերություններում հետ ցանկանում է։ Դրա հետ մեկտեղ մենք ողջամտորեն ակնկալում ենք, որ մեր հայ դաշնակիցները թույլ չեն տա արևմուտքում գտնվող ռուսատիաց ուժերին օգտագործել իրենց հրաշալի երկիրը տարածաշրջանում Ռուսաստանի հետ առճակատման երկրորդ ճակատ բացելու համար, ինչպես նաև չեն խաթարի իրենց մասնակցությունը եվրասիական ինտեգրման դինամիկ զարգացող գործընթացներին։ ԿՊԱ-ական Արսեն Թորոսյանի գնահատմամբ սա Հայաստանին ուղղված սպառնալիք է։ Սա շանտաժ է ակնհայտորեն, մոտավորապես եթե բացենք հետևյալն է, չփորձվեք հանկարծ արևմուտքի ուժերի հետ արևմտյան այդ ուժեր իրանք են ասում, արևմտյան պետությունների հետ ավելի լավ հարաբերություններ ունենալ, ավելի ինտեգրվել, ավելի մոտենալ, որովհետև մենք կարող ենք օրինակ, չգիտեմ, Հայաստանում տենց անկարգություններ հրահրել, կոնֆլիկտներ գեներացնել եւ այլն եւ այլն։ Չնայած այս հայտարարություններին առաջիկայում ռուս բարձրաստիճան պաշտոնյաների, արտգործնախարարի եւ Դաշնային խորհրդի նախագահի այցեր են նախատեսվում Երևան։ Մայիսի 9-ին սպասվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, թեև հայկական կողմը դեռ պաշտոնապես չի հայտարարել այդ մասին։ Խոսնակը Ազատությանն ասել է վարչապետի այցերի մասին ժամանակին տեղեկացնում են։